Ասարատից եք դուք, թե Գավառից։ Այս Ասարատն ոչ Գավառը, չէ։ Այո, պրես, Աշմերուկ։ 61 թվից քաղաք է։ Ուրեմն 61 թվին Ասարատը միացրել են Կոմոյին, ժամանակ Կոմո քաղաք էր կոչվում, որ ամայքների խոշորացում։ Բան քաղաքների խոշորացում։ Արդյունաբերությունը զարգացավ Քյավառի մեջ, Ասարատը հետ գնաց։ Լրիվ հետ գնաց Ասարատը մինչև այսօր։ 14 թվականին հավաքվանք, ասինք Ասարատը անջատենք, պարզնենք այս վիճակից։ Վերջը կառավարությունը չհամաձայնվավ։ Մի լավ է, իրանք առանձնացրել են։ Սա Գավառն է, Ստեղծենյան Ասարատն է։ Մի համայնքների խոշորացում եղավ։ Համայնքների խոշորացման ժամանակ բոլոր համայնքապետարանը աշխատող ունի։ Մենք չունենք աշխատող, անտեր ենք, լրիվ անտեր ենք։ Այս հալդ նկարեք Ասարատ։ Ասարատ մենք ումն ենք ենթարկվում, ով ենք, ինչ ենք։ Անտեր ենք, տերովի ենք։ Բնչեն թերե Գավառ համայնքին։ Առաջ Ասարատ էր, ստե Ասարատ թաղամաս էր կոչվում, բանի ազնագրերի մեջ նշված էր Ասարատ թաղամ։ Չէ, ստե Բուրնաժան փողոցի բնակիչ ենք, քաղաք Գավառ, Բուրնաժան փողոց։ Բայց փերը առանձնացրել են։ Էսա իրականությունը։ Էսա երկու ասֆալտ արել են։ Ասֆալտ ուրիշ ոչինչ։ Ես ամբողջ Հայաստանում ասֆալտից բացի ինչ են անում, այդիկ իմանում եք։ Տեղստեղ խնդիր է, թոշակառուներ սող բողոքում են, լրիվ խնդիր է։ Բացի ասֆալտից ուրիշ բան չկա Հայաստանում, ես այդ կոսեմ։ Ասֆալտ մեկ էլ փրեն ասֆալտի հետ։ Բան ասել։ Ուրեմն բավականին երկրի պարտքը ավելացել, չէ՞, 7 տարվա ընթացքում արտաքին պարտքը ավելացել։ Այդ արտաքին պարտքը բերեին ամեն բանում մարզում, գոնե 500 միլիոն, 300 միլիոն աշխատատեղեր բան անեն։ Այսօր որ ամբողջ ժողովուրդը լցված առավոտ որ շուտ կակ, ամբողջ ժողովուրդը թում Երևան աշխատելու։ Երևանի խնդիրն էլ Երևանը թեթևանար։ Ոչ մի բան չեն արել, մի հատ ասֆալտ անելով ինչ, որ ինչ։ Վարդենիսից, Մարտունա, Գավառից, Սևանից, Ճամբարակից, այսենց գազելներ իրար հետևից հեռ չեն տալու։ Ատոնք մարդատար գազելներ են, որոնք ստեղից աշխատող ձեռքը էթումա դեպի Երևան, շինարարության վրա աշխատելու։ Ինչ պետք է անա, իր տունը պետք է պահա կամ չէ լքա երկիրը։ Գավառում կար կոնդենսատորի գործարան մինչև 10-13 հազար բանվոր էր աշխատում։ Էլեկտրոյից հետո Ուրեմն ունեինք կարի ֆաբրիկա, ունեինք մեխանիկական գործարան, ունեինք ճշգրիտ գործարան, կաբելի գործարան, կարի ֆաբրիկա, տրիկոտաժը, տեսեք հələ թվարկելով չեմ հասցնում ասեմ, այսօր ինչը կա։ ճշգրիտ սարքավորումների գործարանի այսօր փակել են գնացել են։ Գոնե բերեին, գոնե մի հատ երկու հատ ամեն շրջանում, ասենք, միսկոմբինատը հողին հավասարեցրին, յուղարտը աշխատում է թեթև, տերը պահպանել է աշխատում է, պանիր են արտադրում, բայց մնացածը զրոյից հավասարեցրին, մնացեք տեսեք մսի կոմբինատի տեղը կգտնեք, Քանդելային շենքեր։ չկա, տեղ չկա, կոնդենսատորների գործարանը 11,000 բանվոր, 13,000 հայէլեկտրոն էր աշխատում ժամանակին, 11,000 կոնդենսատորների գործարան, են էլ է, շուտով արդեն հավասարվի բան է։ Մարտունա, ես 25 տարեկան եմ աշխատում, Մարտունա ստեղ աշխատում։ Դրա մասին պետք է մտածեն, թե չէ ասֆալտ են արել, հետո եսի ինչ են արել, խոսքերով ասենք երկիր չես, ժողովրդին չես կերակրել։ Պարոն Իսպիրյան, ասֆալտը անում են եկամուտների հաշվին, ոչ թե պարտքի հաշվին։ Արդեն վերջին ասա զենք եմ օրել, ի՞նչ պարտք։